Բարև ձեզ, իրավունք եւ գաղափար հաղորդաշարն է, ես Արտուր Վարդերեսյանն եմ, այսօր եւս կխոսենք իրավունքի եւ գաղափարի մասին, գաղափարի, որը դառնում է մտավոր սեփականություն, հեղինակային իրավունքներ։ Մեր այսօրվա տաղավարում հյուրն է հայ հեղինակ կազմակերպության երկար տարիների տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, այժմ ավագ իրավախորհրդատու, եւ մենք խոսենք հայ հեղինակ կազմակերպության մասին, հեղինակային իրավունքի ոլորտում հայ հեղինակ կազմակերպության դերի եւ նշանակության մասին եւ առհասարակ հեղինակային իրավունքների մասին։ Բարև ձեզ, Տիկին Ներսիսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու եւ այսօրվա մեր հաղորդաշարին ներկայանալու եւ հայ հեղինակ կազմակերպության ու հեղինակային իրավունքի վերաբերյալ խոսելու ենք։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ դուք բարձրացրել եք այդ թեման շատ կարևոր է արվեստի համար։ Եթե արվեստագետի կողքին չլինի հեղինակային իրավունքը, երբեք արվեստը երկրում չի զարգանա։ Եվ նորից կրկնում եմ, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Տիկին Ներսիսյան, ես կուզեմ նախ գիտեմ, որ դուք հեղինակային իրավունքի ինստիտուտի կայացման հիմքերում եք մեր նորանկախ հանրապետության, ինչպես նաև ձեր գործունեությունը սկսել եք խորհրդային միության տարիներին, շատ կուզենամ, որ դուք պատմեք հեղինակային իրավունքի ոլորտի հետ դուք երբ այսպես ասած ծանոթացաք եւ սկսեցիք զբաղվել այդ ոլորտով եւ քանի որ ձեր երկար տարիների գործունեությունը կապված է հայ հեղինակ կազմակերպության հետ, ձեր աշխատանքային սկիզբը եւ հայ հեղինակ կազմակերպության սկիզբը կարծես թե միահյուսված են եւ կուզենամ որ պատմությունը թե ոնց է այս ոլորտ ներգրավել եւ սկսել գործունեությունը մեր հեռուստադիտողին ներկայացրեք, կարծում եմ շատ հետաքրքիր է։ Շատ կարևոր հարց էր եւ իրոք ես շատ մեծ սիրով հիմա կներկայացեմ երբ է առաջացել այդ իրավունքը եւ ինչի հիման վրա ստեղծվեց հայ հեղինակ կազմակերպությունը։ Քանի որ հեղինակային իրավունքի միակ սուբյեկտը դա հեղինակն է, իսկ հեղինակը ստեղծագործական աշխատանք կատարելիս, նա ստեղծում է տարբեր ոլորտի ստեղծագործական աշխատանքներ, նա ստեղծում է երգ, նա ստեղծում է երաժշտություն, գրական ստեղծագործություն, կերպարվեստի, երբ որ ստացանք անկախությունը, նախորդ տարիներին մինչև անկախության տարիները, ապա հիմնականում կենտրոնը Մոսկվան էր եւ միություններ։ Մտավոր սեփականության գործակալությունը գտնվում էր Մոսկվայում, բայց երբ որ արդեն ստացանք անկախությունը եւ ես էլ արդեն փորձ ունեի շատ, առաջինը մտածեցի, որ ինչ քայլեր պետք է անենք, որ մենք ունենանք առանձին կազմակերպություն եւ այդ կազմակերպությունը զբաղվի հեղինակների իրավունքով։ Իսկ մինչև մեր կազմակերպության ստեղծումը, ես ինչպես հասկացա, խորհրդային միության ժամանակաշրջանում Հայաստանում գործել է կառույց, որը զբաղվել է հեղինակներով։ Ինչ խնդիրներ էր լուծում այդ կառույցը, ոնց էր կոչվում եւ հեղինակները խորհրդային միության այդ համակարգի մեջ, ոնց որ դուք նկարագրեցիք, ինչ էին անում հայ հեղինակները։ Մոտավորապես սկզբունքը նույնն էր, ամենակարևորը գործառույթները շատ նույնը պիտի լինեին, որովհետև շատ դրական էր այդ կառույցը հեղինակի համար։ Հեղինակը տալիս էր իրավունքը այդ կառույցին, դա այն ժամանակ այդ լեզվով ասեն վապ էր կոչվում։ Վապ ոնց էր հապավումը բացվում։ Ոյ, եթե թույլ տաք, ես էլի ռուսերեն ասեմ, Всесоюзное агентство авторских прав։ Եվ այդ կառույցը Հայաստանը ուներ բաժանմունք, այդ վապի բաժանմունքն ենք մենք եւ ենթարկվում ենք ոչ թե մեր կառավարությանը, այլ ցավում եմ, բայց խորհրդային միության կենտրոնին Մոսկվային։ Իսկ այդ կառույցի անդամները ովքեր էին։ Կառույցի անդամները, քանի որ Հայաստանի բաժանմունքն էր, ապա հայ հեղինակներն էին միայն։ Իսկ օրինակ Ռուսաստանի հեղինակը Մոսկվայի հետ էր կնքում պայմանագիր, չգիտեմ, այդ Բելարուսիայում իսկում, իսկ հայ հեղինակները կնքում էին մեր հետ։ Մենք ունենք երկկողմանի պայմանագրեր, այսինքն մեր վապը, հայկական բաժանմունքը ուներ երկկողմանի պայմանագրեր
աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, առաջի հերթին Մոսկվայի հետ, որովհետև շատ էին դե հնչում, շատ էին կատարվում, եւ երկկողմանի պայմանագրերի հիման վրա մեր հայ հեղինակը պահպանում էր արտասահմանյան հեղինակների իրավունքները մեր տարածքում եւ հակառակը հայ հեղինակը անընդհատ պարտադրում էր որ ուղարկեն հայ հեղինակների հոնորարները, եթե հնչում են տարբեր երկրներում, թեկուզ օրինակ Փարիզում, Մոսկվայում եւ այլն։ Եվ գիտեք, գործում էր այդ սկզբունքը։ Մենք արտասահմանից իրոք ստանում ենք գումարներ, հատկապես Մոսկվայից, ինչ որ ճիշտ է։ Տիկին Ներսյան, տեսեք, խորհրդային միության դեպլուզումից հետո արդեն ձևավորվեց հայ հեղինակ կազմակերպությունը, որը գույքային իրավունքները կոլեկտիվ կառավարող եւ պաշտպանող կազմակերպություն է, երբ ստեղծվեց հայ հեղինակ կազմակերպությունը որպես հասարակական կազմակերպություն եւ ստեղծման պահից ամենաառաջի գործողությունները, որ անհրաժեշտ էր անել ու որ դուք նախաձեռնեցիք, որպեսզի կառույցը կայանա արդեն միջազգային օրենսդրության համապատասխանության խնդիր կա, միջազգային կառույցներին անդամակցության խնդիր կա, այդ կուզենամ հայ հեղինակ կազմակերպության ձևավորման սկիզբը ներկայացնել։ Ես ասեմ, շատ շնորհակալ եմ հարցի համար, քանի որ այն ժամանակ եւս ես փորձ ունեի աշխատանքային եւ հաճախ լինում էի Մոսկվայում, այսինքն Մոսկվան հիմնադիրն էր այն ժամանակ, գիտեք, եւ մենք պիտի փորձ վերցնենք, ընդունենք իրենցից։ Եվ արդեն ունենալով փորձը ես հասկացա, որ պիտի ստեղծվի նոր կառույց, որը լինի անկախ, ոչ մի պետությանը չենթարկվի եւ այդ կառույցը պիտի առաջի հերթին զբաղվի հայ հեղինակներով եւ այն օգտագործման ձևերով, որոնց համար հեղինակը անհատական չի կարողանա երբեք։ Եվ մենք հասկացանք, որ դա առաջինը երաժշտական ոլորտն էր, որովհետեւ երբեք մանավանդ հայտնի կոմպոզիտորը չի կարող բոլոր ռեստորաններից գնա եւ գումար հավաքի, դա պատվին է նրա կպնում եւ այդ փորձը իմ աշխատանքային կներեք, իմն եմ ասում, որտեվ այն ժամանակ իրոք չկար եւս իմ գոլեգաները բոլորը զբաղվեցին այլ իրավունքով եւ ես փորձեցի ընդունել միջազգային փորձը եւ հասկացա, որ մենք պիտի կնքենք հատկապես երաժշտական ոլորտի համար հեղինակների հետ եւ ոչ միայն իրենց հետ, այլ նրանց մեր պայմանագիրը պիտի համահունչ լինի, համապատասխան միջազգային բոլոր պայմանագրերին։ Եվ այդ պայմանագրերը կնքելուց հետո մենք իրենք մեզ թույլ տվեցին, որ երաժշտական ոլորտի համար նոր կառույցը, որը կոչվեց հայ հեղինակ, ոչ թե վապ առաջ որ կոչվում էր, հայ հեղինակ կազմակերպություն եւ մենք գրանցեցինք կանոնադրությունը բնական է կառավարությունում ազգային ժողովում շատ ելույթ ունեցա, որովհետև իրենք չէին հասկանում, թե ինչի համար է այդ միջնորդ օղակը բացատրեցի, որ երաժշտությունը այնպիսի ոլորտ է, որ ամեն անկյունում կարող է գիշերը նույնիսկ հնչի այդ երգը։ Հեղինակը ինչպես հավաքի այդ գումարները, այլ հակառակը նա չի կարողանա եւ կթողնի երկիրը կգնա, որպեսզի զարգանա երաժշտական ոլորտը, որպեսզի զարգանա դրամատիկական ոլորտը, որը Հայաստանը շատ ունի, շատ հեղինակներ մենք ունենք, հայ հեղինակներ, մենք պիտի ստեղծենք միջնորդ օղակ, կնքենք հեղինակների հետ պայմանագիր, հավաքենք նրանց գումարները Հայաստանի տարածքից եւ կնքենք երկկողմանի պայմանագրեր աշխարհի բոլոր երկրների նմանատիպ կառույցների հետ, որովհետեւ մեր արվեստը շատ հայտնի է աշխարհում եւ աշխարհում բոլոր երկրներում եւ ես այդ ժամանակ երբ որ կնքում ենք պայմանագրեր, ես հասկացա, որ մեր արվեստը սահման չունի։ Երբ որ մենք Ֆրանսիայի հետ կնքեցինք պայմանագիր, 50%-ը մինչև մեր հետ կնքելը, կներեք, որ ոգևորվեցի,
սասեվի հեկետ էին կնքել եւ իրենք է գումար չեն ստանում, որովհետեւ Ֆրանսիա շահագրգռված չի հայերին գումար տալ։ Եվ երբ որ մենք բացվեցինք, բոլոր ֆրանսիահայերը վերադարձան դեպի հայ եղենակ եւ մինչեւ օրս մենք փորձում ենք համագործակցենք բոլոր մեր հայ եղենակների, կոմպոզիտորների հետ, դրամատուրգների հետ եւ վճարենք գումարներ։ Ճիշտ է, փոխվեց շատ եւ ասպես ասած քաղաքական կյանքը պիտի մենք ներկայացնենք արդեն դող ղեկավարներին։ Ես փորձեցի, քանի որ մի քիչ փորձը շատ էր իմ եւ կառավարության անդամների հետ համագործակցեմ, բացատրեմ, որ այս ոլորտը հեղինակային իրավունքի անչափ կարեւոր է երկրի համար, որովհետեւ արվեստի շնորհիվ զարգանում է ոչ միայն արվեստը կզարգանա, այլ առաջի հերթին նաև տնտեսությունը, որովհետև նրա ստեղծագործությունները օգտագործվում է եւ ռեստորաններում, եւ դրամատիկական, եւ թատրոններում, այսինքն առանց արվեստի, մանավանդ հայկական արվեստի, ինչպես ես ներկայացրեցի, երբեք չի զարգանա, ասեցի մեր տնտեսությունը եւ իրենք ընդունեցին։ Հեղինակային իրավունքը, այո, կարևոր գործոնալ, շատ կարևոր է համ արվեստի, համ այդ ոլորտում տնտեսական գործունեություն ծավալողների համար։ Որովհետեւ արվեստի ստեղծագործությունը հնչում է, օգտագործվում է նաեւ բիզնեսմենի կողմից։ Բիզնեսը չեղավ չինի ռեստորանը։ Տիկին Ներսյան, դե բնականաբար ստեղծագործողը երբ որ ստեղծագործում է, այնուհետև ստեղծագործությունը կյանք է մտնում եւ նաեւ դառնում է հայտնի նաեւ բիզնես գործունեության ստեղծարար ոլորտում սկսում է օգտագործվել, թե համերգային միջոցառումների ընթացքում, թե հեռուստատեսությամբ, թե ռեստորանների եւ ժամանցի այլ վայրերում սկսում է հնչել, այսինքն տվյալ ստեղծագործությունը դառնում է նաեւ ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող կարևոր օբյեկտ, կարևոր օբյեկտ։ Շատ է ազդում երկրի վարկանիշի վրա։ Որովհետև երբ որ ես ասում եմ Մինաս Ավետիսյան, գրեթե աշխարհի բոլոր երկրները գիտեն նա ով է։ Այսինքն արվեստը բարձրացնում է երկրի վարկանիշը։ Բոլորը գիտեն ով է Արամ Խաչատրյանը։ Գիտեք ինչ եղավ։ Հաճախ մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր երկրներում եւ նոր երկրների ներկայացուցիչներին տալիս են խոսքը, որ իմանան այդ երկիրը ունի օրենք, արվեստ եւ այլն։ Երբ որ ես ելույթ ունեցա, մոտեցավ մեկը ինձ ասեց ներողություն, ես մինչեւ հիմա չգիտեի, որ ձեր երկիրը Արամ Խաչատրյանի երկիրն է։ Գիտես դա ինձ համար, գիտեք ինչ վիրավորական է։ Ասի ոնց, Արամ Խաչատրյանը հայ է։ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները աշխարհով մեկ է տարածված, բայց նա ազգությամբ հայ է, ոնց կարող է չիմանալ։ Ես կարծում էի նա հայ չի եւ ապրել է եւ ծնվել Եվրոպայում։ Ոչ։ Եվ մեր կառույցը պիտի անի ամեն ինչ, որ մեր արվեստը տարածի, մենք տարածելու իհարկե իրավասու չենք, իրավունք չունենք հայ եղենակը, բայց ամեն ինչ անում են, որ մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեն տարբեր երկրներում։ Հիմա տիկին Սանա, մեխանիզմը ոնց է աշխատում։ Պարզա օրենսդրական հիմքը միջազգային իրավական ակտը երևի բոլոր երկրների համար դա Բեռնի կոնվենցիան է եւ բոլորը ըստ էության իրանց օրենսդրությունը համապատասխանեցրել են Բեռնի կոնվենցիային, դրա համար այս ոլորտում կարելի է ասել, որ հիմքերը բոլոր երկրներում նույնն են։ Այդ բացի հայ եղանակից աշխարհում եւ այլ երկրներում ինչ միջազգային կառույցներ կան, որտեղ դուք նշեցիք, որ շատ կարեւոր էր պայմանագրեր կնքել միջազգային կազմակերպությունների հետ, ովքեր որ աշխատում են նույն սկզբունքով, ինչպես հայ եղանակը, նաեւ այլ երկրների նմանատիպ կառույցների հետ։ Այ որ կառույցների հետ սկսվեց համագործակցությունը եւ որոնք էին այն երկրները, որոնց հետ նախնական պայմանագրեր կնքեցիք եւ կարեւոր էր այդ երկրների հետ համագործակցությունը։ Կրկին շնորհակալություն պետք է հայտնեմ ճիշտ հարցի համար։ Ճիշտ է, կա Բեռնի կոնվենցիան, Հայաստանը անդամակցել է Բեռնի կոնվենցիային, բայց երբ որ բացվեց մեր կառույցը սպეციფიկ ոլորտի համար, հիմնականում երաժշտական ոլորտի համար, այդ ոլորտը շատ կարեւոր է բոլոր երկրների համար եւ քանի որ շատ կարեւոր է նրանք էլ
կառույցները անհատական չէին կարող աշխատել, Ֆրանսիայում ստեղծվեց Սիզակ կազմակերպությունը, որը հիմքը դրեց, որ բոլոր այդ կառույցները, որից մեկը հայերենակ է, անդամակցի Սիզակին, ստանա հնարավորություն օգտագործի աշխարհի բոլոր ասենք կոմպոզիտորների ստեղծագործությունները օրինական եւ այդ պայմանագրի հիման վրա մենք ստացանք թույլտվություն համագործակցել գրեթե բոլոր աշխարհի հայտնի երկրների հետ եւ կնքենք երկկողմանի պայմանագրեր։ Բարձ է հայերենակ կնքում էր այն երկրների հետ պայմանագիր, որտեղ կար հայություն, որովհետեւ մենք շահագրգռված ենք, որ մեր հայ հեղինակների իրավունքները պահպանվեն արտասահմանում եւ հակառակ արտասահմանցի հեղինակների իրավունքները մեր երկրում։ Եվ առաջին մենք Ֆրանսիայի հետ կնքեցինք պայմանագիր, որտեղ բոլորս գիտենք, որ այնտեղ հայությունը շատ է եւ իրենք անմիջապես կնքեցին մեր հետ պայմանագիր, որը կոչվում էր Սասեմ կազմակերպություն, եւ դուրս եկավ, որ Սասեմը շատ լավ գիտեր Հայաստանը, անմիջապես ստորագրեց եւ անմիջապես գումարներ ուղարկեց հայերին։ Գիտեք, դա մեզ համար այնքան կարեւոր էր, որ արդեն հեղինակները հասկանան, որ հայ հեղինակը ոչ միայն Հայաստանի տարածքի համար է, որ հավաքի գումարները, որ բնական է մենք գիտենք, որ դա ցածր է, այլ մենք ունենք արդեն երկկողմանի պայմանագրեր արտասահմանյան նմանատիպ կառույցների հետ։ Հիմա մոտավորապես 35 երկրի հետ, որտեղ իրոք կան հայություն եւ ուղարկում են գումար։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, ես ոնց որ հասկացա, ունենք պայմանագրեր։ Միացյալ Նահանգներում 3 կառույց կա, 3-ի հետ էլ ունենք պայմանագրեր, եւ մենք հետեւողական հավաքում ենք իրենց հեղինակների գումարները եւ ասեմ, որ այնքան գոչեմ, որովհետև շատ այդ հարցով եթե օբյեկտիվ վերցնեմ, Ֆրանսիան ավելի լավ է աշխատում, այնտեղ էլ կա հայկական համայնքը եւ իրենք ավելի շատ են ուղարկում, քան Միացյալ Նահանգները։ Մի քանի անգամ ներկայացրել ենք նամակներ, փորձենք անել ամեն ինչ, որ Միացյալ Նահանգներում չխախտվեն հայ հեղինակների գործերը եւ հիմնականում դա Լոս Անջելեսն է, որ խախտում են էլի հայերը։ Ես հատուկ նույնիսկ գնացել եմ Լոս Անջելես, որ բոլորի հետ զրուցեմ, իմացեք Հայաստանը արդեն ունի առանձին կառույցներ, միացել է, անդամակցել է բոլոր միջազգային կոնվենցիաներին եւ գիտեք վիճակը կամաց արդեն լավանում է եւ մեր հեղինակները ստանում են իրենց հասանելիք վարձատրությունները նաեւ արտասահմանից։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հետ կապված, որտեղ հայկական համայնքը այնտեղ նույնպես շատ մեծ է եւ ինչպես դուք նշեցիք, Առնո Բաբաջանյանը խորհրդային տարիներից հետո նաև հանդիսացել է ռուսական նմանատիպ կազմակերպության հեղինակ, այսինքն Առնո Բաբաջյանի ստեղծագործությունների համար օրինակ այդ հավաքագրումը իրականացրել է տվյալ կառույցը ՌԱՕ-ի հետ ինչ հարաբերություններ ստեղծվեց եւ ինչքանով է արդյունավետ ՌԱՕ-ի հետ աշխատանքը արդեն հետագայում։ Շնորհակալ եմ ելի հարցի համար, կարևոր է շատ, որովհետև մենք քանի որ արդեն սկսած վապից փորձ ունենք, ամենաշատ գումարները գալիս են վապից, այսինքն Ռուսաստանից, փորձեցինք անել ամեն ինչ, որ ՌԱՕ-ն եւս համագործակցի մեր հետ։ Սակայն այսպիսի վիճակ եղավ։ ՌԱՕ-ի առաջի գլխավոր ղեկավարը հայ էր։ Ես որ Գյորգի Արտաշեսովիչ Տեր-Ղազարյան, որը առաջինը, որ ես արեցի, հանդիպեցի նրա հետ։ Գյորգի Արտաշեսովը ասեց Սուսաննա ջան, քանի ես եմ ամեն ինչ կլինի, նորմալ, հնարավորինը շատ կուղարկեմ հոնորարներ։ Այդ որ թվականներին, 90-ականների սկզբին եւ իրոք Գյորգի Արտաշեսովիչը իրոք ամեն ինչ արեց եւ մենք կնքեցինք պայմանագրեր տարբեր երկրների նմանատիպ կառույցների հետ եւ ինքը ուղարկում էր ամեն ինչ անում էր, աջակցում էր, որպեսզի գումարները գան եւ հակառակը, որպեսզի Հայաստանը ունենար
միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ։ Գյորգի Արտաշեսովիչը մեծ, ես ինչի եմ անում հայերենով, որտեղ շատ եմ իր հետ համագործակցել, ինքը շատ օգնեց, ցավում եմ, որ հիմա կենթանի չի, շատ եմ ցավում եւ շատ նվիրված էր Հայաստանին։ Եվ շատ օգնեց, որ հայ եղանակը ունենա միջազգային փորձը։ Ինքը ինձ ասեց, որ սա այնքան սպეციფიկ կառույց է, հաճախակի արի, ես կփորձեմ վճարել, ես ամեն ինչ կանեմ, որ հայ եղանակը համագործակցի բոլոր երկրների նմանատիպ կառույցների հետ եւ պայմանագիրը նման հակասություն չունենա։ Եվ շնորհակալ եմ շատ իրեն, բոլոր պայմանագրի ձևերը նա փոխանցեց եւ այդ ձևերին համապատասխան միջազգային դրույթներին համապատասխան մենք բոլորի հետ կնքեցինք պայմանագիր։ Հիմա 35 երկրի հետ ունենք պայմանագիր, բայց վիճակը, գիտեք, փոխվեց շատ ցավում եմ, որ արդեն մեր լավագույն ընկերները, նաեւ Տեր Ղազարյանցը չկան եւ փորձում են բոլորի հետ էլի համագործակցել, բայց այն կապը, որ եղել էր 90-ական թվականների սկզբին, օգնեց, որ հայ եղանակը իհարկե շարունակի աշխատելը, ցավում եմ հիմա մի քիչ փոխվել է։ Իսկ այդ տարիներին պետական կառույցներից, մշակույթի նախարարություններից կհիշեք ովքեր էին աջակցում կամ նպաստում հայ եղանակի գործունեության ճիշտ ձևավորմանը կամ պետական ինչ կառույցների հետ համագործակցել։ Մեր անկախ կառույց էր։ Հիմնականում գումարները սպասում էինք արտասահմանից, որտեղ եթե գալիս էր ավելի բարձր էր, եւ Հայաստանի տարածքից, եւ հիմնականում մենք սպասում էինք մեր հեղինակներից, որովհետեւ եթե հեղինակները աշխատում էին տարբեր վայրերում, ռեստորաններում, նրանք աջակցում էին, որ իմ գումարները վճարեք։ Ինչի համար եմ կներեք հարցնում, խոսքը ռեստորանների մասին չի։ Խոսքը օրինակ այն մշակութային կառույցների, ես գիտեմ, որ հայ եղանակում շատ կարևոր դեր են զբաղեցնում թատրոնները եւ թատերական ներկայացումները։ Եվ քանի որ թատրոնները հիմնականում մշակույթի նախարարության հովանու կամ մշակույթի նախարարությանը կից կամ տվյալ կառույցի հետ համագործակցող ուրեմն կառույցներ են, թատրոնները ինչպես սկսեցին համագործակցել հայ եղանակի հետ եւ իշքանով էր խոսքս պետական կառույց, որ ասում է մշակույթի նախարարություն, այն մշակութային կառույցները, որոնք պետական էին կամ պետության հետ համագործակցում էին, բնականաբար պետքա համագործակցեին հայ եղանակի հետ ու այդ հիմքերը ինչպես ստեղծվեցին։ Հիմքերը ստեղծվեցին առաջի հերթին, որ ստեղծվեց մշակույթի նախարարություն, եւ մշակույթի նախարարությունը արդեն, քանի որ իրենք էլ հեղինակներ են, իրենք լավ էին հասկանում, որ որոշ դրամատիկական ոլորտի նաեւ հեղինակներ կային այնտեղ զբաղեցնում էին պաշտոններ, նրանք հասկացան, որ անհատական հնարավոր չի։ Եվ կանչեցին, ինձ հրավիրեցին, ես հանդիպում եմ ունեցել մշակույթի նախարարության բոլոր ղեկավարության հետ, ղեկավարների հետ եւ նաեւ կառավարության նոր աշխատակիցների հետ եւ բացատրել եմ, որ հեղինակները անհատական կարգով երբեք չեն կարողանա հավաքել իրենց հասանելիք հոնորարները եւ այդ հասանելիք հոնորարները ձևակերպված է եւ բոլոր միջազգային նորմերով, օրենսդրական դաշտով եւ Հայաստանը ունի արդեն նոր օրենք, սակայն նա միշտ կլինի խնդրողի դերում։ Իսկ որպեսզի չլինի հատկապես երաժշտական ոլորտը եւ մշակույթի նախարարությունը կամ կառավարությունը պիտի աջակցի, որ բացվի այդ նոր կառույցը, ոչ թե ՎԱՊ, այլ հայ եղանակ կառույցը։ Եվ գիտեք, կար այնտեղ հեղինակ մեր նախկին ՎԱՊ-ի անդամը, որ ասեց, բայց ճիշտ եք ասում, եւ նա աջակցեց, օգնեց, եւ 2003 թվականին ստեղծվեց հայ եղանակ կազմակերպությունը, արդեն մենք մտածեցինք, որ օրենսդրական դաշտը համապատասխանում է միջազգային նորմերին, մնում է, որ գործնականում գործի արդեն եւ առաջի հերթին մենք դիմեցինք թատրոններին։
թատրոնները իրոք հասկանում են, որ նրանք եթե ունեն եկամուտ, ավելի ճիշտ կլինի միջնորդ օղակին վճարեն եւ փորձը ցույց տվեց եւ իրենք դիմում էին միջազգային փորձին եւ համոզվեցին որ պիտի աշխատեն հայերենակի հետ որովհետեւ հեղինակը կարող է պահանջի հսկայական գումարներ անօրինական եւ այլն իսկ հայերենակը մենք փորձեցինք կառավարության հետ ընդունել մինիմալ դրույքաչափեր եւ այդ մինիմալ դրույքաչափերի հիման վրա կանձեր գումարներ այդ մինիմալ դրույքաչափերի մի հատ էությունը բացատրեք ինչի մասին Տեսրեցիք Ռուսաստանի փորձը ինձ էլ որ Էլինոր Գեորգի Արտաշեսևիչը միշտ շատ էր օգնել ասել է արի ես ամեն մի դրույքաչափերը ամեն ոլորտի թատրոնի ոլորտ էստրադայի ժանրի ոչ միայն էստրադայի ես իզոր չեմ շեշտում սիմֆոնիկ ժանրը ավելի բարձր է գնահատվում ամեն ինչը մեր մոտ կա եւ վերցրեք փորձը բնական է սա Ռուսաստան չէր բայց փորձը շատ օգնեց օրենսդրությունն էր նման այո օրենսդրությունը աշխարհի բոլոր երկրներում պիտի նման լինի նման էր համենայն դեպս այդ ժամանակահատվածում նաեւ քաղաքացիական օրենսգիրքը նաեւ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքը ես հիշում եմ որ բավականաչափ նման էր այտենց էապես չէր տարբերվում Ռուսաստանի Դաշնության այդ օրենսդրական բազայից որտեղ բոլորը խորհրդային միության օրենսդրության եւ միջազգային օրենսդրության հիման վրա մշակված օրենքներ էին ու մոտարկումը կար կներեք էլ ընդհատում են այն ժամանակ քանի որ մենք փորձ ունենք ես էլ գիտեք աշխատում եմ մենք շարունակական հրավիրում ենք միջազգային էքսպերտներին եւ միջազգային էքսպերտները երբ գալիս են նրանք հանդիպում են նաեւ կառավարության աշխատակիցների հետ հանդիպում են մշակույթի նախարարության աշխատակիցների հետ որպեսզի բացատրեն այդ օրենքի կարևորությունը եւ կառույցի եւ իրենք բացատրում էին որ գիտեք եթե հրատարակի չկա ապա գրողը կարող է ուղիղ կապով կնքել պայմանագիր եւ աշխատել հրատարակչի հետ պայմանները իրենք են որոշում պարզապես պիտի չլինի օրենքին հակասող բայց երաժշտական ոլորտը չի կարող անհատական կոմպոզիտորը չի կարող գնա ռեստորան այդ գումար հավաքի թատրոնի հեղինակը չի կարող շարունակական ամեն ներկայացումից հավաքի եւ իրենք ներկայացրեցին կառավարությանը միջազգային փորձը որ պետք է ստեղծել առանձին կառույց մեր կառույցը որը պիտի դառնա միջնորդ եւ օգտագործողի համար եւ հեղինակի համար Հեղինակը այդ դեպքում ինքը կարող է այդ գումարները հավաքի թատրոնի որտեղ հնչեց գործերը ոչ թե հնչեց այլ օգտագործվեց բեմադրվեց եւ իհարկե շարունակական որտեղ հնչում է երաժշտությունը այդ միջնորդ օղակը ստեղծվեց 2003 թվականին շարունակական փորձեցինք 0-ից ինչ որ գումարներ հավաքել մինչև օրս գործում ենք ճիշտ է մենք չենք կարող համեմատել մեզ Ֆրանսիայի կառույցի հետ եվրոպական կառույցների հետ բայց գոնե եթե դուք գաք ես ձեզ կարող եմ բոլորի ցույց տամ մենք ամեն ամիս անում ենք փոխանցումներ ասելով ի նկատի ունեմ հոնորարի փոխանցում հեղինակների կներեք Տիկիներսյան քանի մոտավոր քանի հեղինակ անդամակցում հեղինակ կազմակերպություն 1500 հայ բայց շարունակական ավելանում են ես չեմ հիշում որ հեղինակը գա տանի գործը չաշխատի չհամագործակցի մեր հետ բացի այն դեպքերից երբ հեղինակները Հայաստանից գնում են տարբեր երկրներ իրենք տանում են այդ պայմանագրերը դա նորմալ երևույթ է հա դա փաստ է մնացածը բոլորը մեր հետ համագործակցում ես գիտեմ բացի կոլեկտիվ կառավարումից հայրենիքը նաև դեպոնացում այսինքն իպա հանձնելու գործընթացը օրինակ ինչով է դա անհրաժեշտ ինչի համար պետք է հայրենիքը իպա հանձնի իր ստեղծագործությունը օրինակ հայրենիքում կամ այլ կազմակերպությունը Եվ շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար Այդ խնդիրը բարձրացրել է ոչ թե հայերենակ կազմակերպությունը, այլ իրենք հեղինակները։ Հեղինակները ասեցին, որ այդ կառույցը, քանի որ արդեն պայմանագրեր է կնքել արտասահմանյան բոլոր կառույցների հետ, աշխատում է կառավարության հետ եւ արդեն շարունակական անում է փոխանցումներ, իսկ չի կարող, որ այն պայմանագրերը, որ մենք կնքում ենք, ավելացնենք նաեւ դեպոնացումը։
Եվ մենք դիմեցինք մշակույթի նախարարություն, դիմեցինք կառավարությանը, որ մեր ֆունկցիան ավելանա, իրենք դեմ չեն։ Եթե հեղինակը ինքը որոշել է, որ հայ հեղինակի հետ ունենալով պայմանագիր նաև դեպոնացնի ստեղծագործությունը, նոր ստեղծագործությունը կամ ինքը բերի դեպոնացնի, ապա ինչու մենք դեմ լինենք եւ ինչու դեմ լինի մեր խորհուրդը։ Իսկ մեր խորհրդի անդամները դուք տեղյակ եք բոլոր հայտնի արվեստագետներն են։ Այդ խնդիրը լուծվեց խորհրդի միջոցով, մշակույթի նախարարության միջոցով եւ իհարկե հիմա իրենք բերում են դեպոնացնում են եւ կանոնադրության մեջ մենք անցկացրեցինք նաեւ այդ կարևոր փաստը, որ հեղինակը թույլտվություն ստանա կանոնադրության հիման վրա եւ բերի մեր մոտ դեպոնացնի, մենք էլ տան գրություն։ Այդ գրությունը անցնում է աշխարհի տարբեր երկրներում, որովհետեւ Հայաստանը անդամակցել է Բեռնի կոնվենցիան, ինչպես դուք ներկայացրեցինք, հայ հեղինակը համագործակցում է աշխարհի գրեթե բոլոր ընկերությունները։ Տիկին Ներսյան, ես գիտեմ, որ դուք նաև եվրոպական օրենսդրությանը ուշադրություն եք դարձնում եւ ոչ միայն մասնակցել եմ, հա, մասնակցել եք նաև, ինչպես նաև ուսումնառություն ունեցել եք Գերմանիայում Մաքս Պլանկի ինստիտուտում, եթե չեմ սխալվում։ Իրենք հրավիրեցին, որովհետև տեսան, որ Հայաստանը օրենսդրական դաշտը թույլ է, մասնագետ չկա, եւ իրենք ուղարկեցին հրավերք, որ ես եւ գիտելիքները բարձրացնեմ եվրոպական մասշտաբով եւ օրենսդրական դաշտին մասնակցենք, որպեսզի Հայաստանը անդամակցի եւ երկկողմանի պայմանագրեր կնքի միջազգային բոլոր կառույցների կազմակերպությունների հետ։ Կուզենամ եվրոպական օրենսդրության կամ նույն Գերմանիայի օրենսդրության այն յուրահատուկ ինչ մոտեցում կար, որ դուք դա գտաք, որ շատ կարևոր է Հայաստանի համար եւ ներմուծեցիք հայկական հայաստանյան օրենսդրական դաշտ կամ օրենքի մշակման ընթացքում օրինակ որներ որ ձեր համար օրինակ էական նշանակություն խաղաց մեր օրենսդրության զարգացման տեսանկյունից։ Ես կարող եմ համեմատեմ այն ժամանակվա օրենքի հետ եւ գործող եվրոպական մոդելների, օրենքների հետ, օրենսդրական դաշտի հետ։ Մեր օրենքը ընդամենը 5 էջի վրա է, իրենց մոտավորապես 30-40 եւ հեղինակին տրվում էր բացառիկ լայն իրավունքներ, որը Հայաստանի օրենսդրությունը դեռևս չուներ։ Եվ դա իհարկե կբերեր նրան, որ մեր հայ հեղինակները, արվեստագետները կարող է լքեին երկիրը եւ գնային ապրեին արտասահմանում։ Եվ առաջինը, որ ես ընդունեցի, դա օրենսդրական դաշտը պիտի լրիվ փոխվեր եւ զարգացնել, որ հեղինակը իրեն պահպանված կա մեր երկրում։ Ընդ որում ոչ միայն հայ հեղինակները, արվեստը չունի սահման։ Արվեստի ամեն մի ստեղծագործություն անկախ նրանից որտեղ ապրում կարող է հիմա հատկապես հիմա ինտերնետի միջոցով, օնլայնի միջոցով, տարբեր նոր օգտագործող ձևերի միջոցով հնչեն տարբեր երկրներում եւ օրենսդրական դաշտը պիտի մեկը մյուսին համապատասխան լինի եւ Հայաստանը կնքի պայմանագրեր արտասահմանյան բոլոր երկրների հետ, որպեսզի եւ մեր հայերը արտասահմանում իրենց կան պահպանված եւ հակառակը արտասահմանյան հեղինակները համաձայն մեր օրենսդրական դաշտին իրենց կան պահպանված Հայաստանի տարածքում։ Եվ երբ որ ես վերադարձա, ինչպես դուք հիշում եք, Գերմանիայից, առաջինը մենք մտածեցինք, որ պիտի անդամակցենք Բեռնի կոնվենցիային։ Եթե Հայաստանը չանդամակցեր այդ կոնվենցիային, ապա Հայաստանի հեղինակները օգտագործված կարող է օգտագործել նրանց ստեղծագործությունները, բայց դատական process-ները նրանք երբեք չեն շահի, որովհետև Բեռնի կոնվենցիան միախմբում է աշխարհի բոլոր օրենսդրական այսպես ասած օրենքները եւ ամեն մի հեղինակ իրեն պիտի զգում է պահպանված տարբեր երկրներում Բեռնի կոնվենցիայի անդամ երկրներում։ Տիկին Ներսյան, եկեք
այսօրվա մասին խոսանք, ինչպես է գնահատում։ Ես այսօրվան է գնահատում։ Այսօր ինչպես է գնահատում հեղինակային իրավունքի պաշտպանվածության վիճակը Հայաստանի Հանրապետությունում, շատ են արդյոք խախտումները եւ որ ոլորտներում հիմնականում։ Նորից եմ շնորհակալություն հայտնում, որովհետեւ դա ամենակարևոր հարցն էր։ Եվ ամեն անգամ, երբ ինձ դիմում են հեղինակները կամ արտասահմանյան էքսպերտները, որոնք շատ են հետաքրքրված, որ Հայաստանը ունենա եւս միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան օրենքներ, գործող կազմակերպություններ եւ այլն, կարող են պատասխանել միանշանակ այսպես. Օրենսդրական դաշտի խնդիր Հայաստանը չունի, որովհետև շարունակական ուշադրության կենտրոնում է օրենսդրական դաշտը եւ լավագույն մասնագետները հաճախ գալիս են Հայաստան եւ տեսնում են, որ Հայաստան առանձնապես չունի խնդիր, ոչ մի հակասող կետ միջազգային նորմերին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ դեռ շատ անելիքներ ունեն մեր օգտագործող կազմակերպությունները, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում, որ կարելի է ռեստորանում հնչեցնել Առնո Բաբաջանյան եւ պարտադիր պիտի լինի թույլտվություն, որովհետեւ Առնո Բաբաջանյանը պահպանվում է մեր տարածքում եւ ոչ միայն օրենքը լրիվ հեղինակների կողմն է։ Շատ անելիք կա գործնական կյանքում, հատկապես ռեստորանների հետ։ Ես ինչու ռեստորան ասելով ես հասկանում եմ ավելի լայն, սրճարան եւ այլն, բայց ինչու եմ շեշտը դնում ռեստորանների վրա, որովհետեւ երբ որ հայեղենակը բացվեց, ստեղծվեցինք մենք, էլի նոր օրենքների հիման վրա փորձեցինք միջազգային բոլոր փորձը ընդունել, հատկապես Գերմանիայի, դուք էլ ճիշտ եք, որ երկար ուսումնասիրեցի գեմայի փորձը եւ վերադառնալուց հետո ամեն ինչ անում էինք, որ մեր մոտ եւս հեղինակները իրենց կան պահպանված եւ պաշտպանված իրական կյանքում։ Ցավոք կյանքը ցույց տվեց, որ ամենախախտողները դա ռեստորաններն են, թատրոնների հետ մենք չունեցանք պրոբլեմ, որովհետև եւ սովետական միության ժամանակ, երբ ես աշխատում եմ, եւ հետո բոլոր թատրոնները հասկանում էին, որ եթե կա եկամուտ, եկամուտի առաջինը մասհանումը պիտի լինի հեղինակինը։ Եվ դժվար չէ նոր ղեկավարների բացատրել, որ դուք ունեք պարտականություն եւ պետք է վճարեք, քանի որ միջնորդ օղակը հայեղենակն է, արագ կնքեցինք բոլոր թատրոնների հետ պայմանագրել, բայց վիճակը ահավոր է ռեստորաններում։ Ռեստորանները, գիտեք ինչներ ահավոր, ընդհանրապես չէին ենթարկվում օրենսդրական դաշտին եւ վախ չունեին։ Երբ որ մենք ասում ենք, մենք կտանք դատարան, գիտեք ինչ են պատասխանում, տվեք մենք չենք վախենում, մենք կշահենք։ Մի քանի անգամ մենք տվել ենք իրոք դատարան, հենց ռեստորաններին, այդ դատական process-ը տևել է մի տարուց ավել եւ վճիրը մի խայտարակ վճիր է եղել, նորից փորձեցինք միջոց ձեռնարկել, նորից փորձեցինք դիմել կառավարության նամակին առանձնապես պատասխան չեկավ, բայց իրենք էլ ճիշտ պատասխանեցին, մենք որ նամակը ուղղեցինք մշակույթի նախարարություն, իրենք մեզ պատասխանեցին, ախր սրանք պետական կառույցներ չեն, դուք ավելի պիտի դիմեք իրենց, ախր իրենք ճիշտ պատասխանեցին, բա այդ դեպքում մենք ինչ քայլ անենք։ Մինչև ասես դատարան։ Տիկին Ներսիսյան, ճիշտ ասած ռեստորանների հետ կապված խնդիրը գրեթե արդեն շատ հասկանալի իրադրություն է, առավել եւս երբ ես նվազագույն դրույքաչափերին ծանոթացել եմ 50,000 դրամ տարեկան գումարի մասին է խոսքը գնում, բայց ինչպես տեսնում եմ վերջերս ընթացող զարգացումները, որոշ օրենսդրական խնդիրներ է փորձում կարգավորել, որը որ ռեստորաններին ավելի սահմանափակ հնարավորություն կտա ոչ լիցենզիոն երաժշտություն օգտագործելու, նաև մի շարք այլ ընկերություններ սկսել են համագործակցել ռեստորանների հետ այդ ոլորտում, որպեսզի թույլատրելի երաժշտություն հնարավոր լինի հնչեցնել տվյալ
ռեստորաններում, բարերում, սրճարաններում ամեն դեպքում դա կառավարելի խնդիր է դառնում նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու պարագայում եւ եթե նոր տեխնոլոգիաներ կիրառվեն հեղինակային իրավունքների կառավարման եւ հաշվետվությունների ներկայացման բնագավառում, ապա այդ խնդիրը շատ հեշտությամբ կարելի է լուծել, բայց ելի եմ ասում, նվազագույն դրույքաչափերը դուք որ շեշտեցիք, վերջինը 2007 թվականին է մշակվել, հիմա 2025 թվական ենք։ Այսինքն մենակ ինֆլյացիան, մենակ այն թանկացումները, որ այս տարիների ընթացքում տեղի են ունեցել, դա շատ հնացած արդեն ժամանակա վրեպ եւ հին կարգավորում է, պետք է նոր կարգավորումներ լինեն եւ նվազագույն դրույքաչափերը պետքա մեծանան, բարձրացնեն։ Ռեստորաններից բացի ինչպես են համերգային միջոցառումների կազմակերպիչները ընկալում հեղինակային թույլտվություն ունենալու պարտադիր օրենսդրական պահանջը եւ արդյոք համերգային միջոցառումներ կազմակերպող ընկերությունները հաճույքով են համագործակցում հեղինակ կառույցի հետ կամ հեղինակների հետ։ Ցավում եմ, որ պատասխանը պիտի տան բացասական եւ համերգասրահները դժվարությամբ ենք հասնում նրան, որ մի քանի անգամ գրություններ ենք ուղարկում, որ դուք ունեք պարտականություն վճարել հեղինակներին, ընդ որում ոչ թե անհատական, որովհետև հնչել են եւ հայ հեղինակ, եւ ֆրանսիացի, եւ ռուսական հեղինակներ, դա արվում է հայ հեղինակի միջոցով եւ նամակը մի քիչ խիստ են գրել, որ եթե չվճարեք կտանք դատարան։ Եվ եղել է, որ դիմել եք դատարան։ Դատական process-ը տևել է մոտավորապես մի տարի եւ չի շարունակվել, որտեղ արդեն մենք հոգնել ենք այդ ամեն ինչից եւ տեսնում ենք, որ շատ դեպքում մենք պիտի դեռ դատավորներին բացատրենք ու ապացուցենք, ինչու է այդ միջնորդ կառույցը հասարակական։ Այդ դա ամենադժվարն է, դա էլ անձամբ իմ համար դժվար է եղել, որովհետեւ մենք ուզում ենք աշխատել վերցնել միջազգային փորձը, իսկ այնտեղ պետական չի կարող լինել այդ կառույցը։ Հեղինակին տրվում է բացառիկ իրավունք, հետո ձեռքից վերցնի պետությունը, դա բացառվում է։ Եվ հեղինակը ինքը ստեղծում է այդ կառույցը, եւ բոլոր երկրներում հասարակական է։ Եվ մենք էլ ընտրել ենք այդ ճանապարհը, իսկ դատավորը ինձ ասում է. ես չեմ կարող ձեր օգտել լուծում տալ, որովհետեւ դուք հասարակական եք։ Գիտեք, դեռ Հայաստանը անելիք շատ ունի։ Ես կարծում եմ այսօրվա մեր հարցազրույցը շատ կօգնի, որպեսզի զարգանա այս ոլորտը։ Հարցը շատ կարևոր հարց էր, որովհետեւ ամեն անգամ ամեն ուր դիմում ենք, հատկապես ռեստորան կլինի, նոր թատրոն կլինի, դուք ինչով եք հասարակական։ Լսեք, բացառիկ իրավունքը հեղինակինն է, բայց քանի որ ինքը չի կարող հետևողական, շարունակական ավելի շատ գնալ այդ հարցով զբաղվել, նա ավելի կկորցնի, քան կստանա հասանելիք հոնորարները, եւ նա ստեղծում է միջնորդ օղակը, եւ բացի դրանից, սա լրիվ միջազգային նորմերին համապատասխան կառույց է։ Դուք կարող եք ստուգել։ Եվ շատերը, եթե մի քիչ փորձ ունեն միջազգային փորձ, ասինքն ապրել են Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, անմիջապես ընդունում են, բայց որը փորձ չունի, ասում է, չէ, ես չեմ ստորագրի, դուք հասարակական եք։ Տիկին Ներսյան, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, կարող եմ ասել, որ մենք իրավակիրառման դաշտում ունենք խնդիրներ, եւ ունենք ընդհանուր մտավոր սեփականության հեղինակային իրավունքի հարգման մշակույթի խնդիր, որը շատ կարեւոր է իրազեկվածության եւ իրավունքի նորմերի վերաբերյալ չիմացության խնդիր ունենք, այ որպես ամփոփիչ վերջաբան կուզենայի ձեր պատգամը հեղինակային իրավունքի ոլորտում գործունեություն ծավալող իրավաբաններին, մասնագետներին, ձեր պատգամը խորհուրդը այս ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ բոլոր ներգրաված անձանց, հեղինակից մինչեւ օգտագործող, ինչ
կցանկանաք կամ ինչ խորհուրդ կտաք, որ հեղինակային իրավունքի ոլորտի զարգացման եւ կայուն զարգացման համար իրականացվի։ Ինչ պետք է անեն յուրաքանչյուրը։ Առաջի հերթին շատ պետք է խոսել այս թեմայով։ Ինչ է հեղինակային իրավունքը։ Քանի որ արվեստը փոքր երկրների համար, հատկապես Հայաստանի համար արվեստը շատ մեծ դեր է խաղում, որովհետև մենք շատ հայտնի անուններ ենք տվել աշխարհին եւ մինչեւ օրս։ Ես ունեմ ուսանողներ, որոնց տաղանդով ես հիացած եմ։ Մենք պետք է մտածենք այդ մարդկանց մասին եւ երբեք չհիասթափվենք, շարունակական տանենք այս աշխատանքները եւ շնորհակալ եմ այսօրվա հրավերքի համար, շատ խոսենք այս թեմայով։ Օրենսդրական դաշտի խնդրեմ Հայաստանը առանձնապես չունի, որովհետև ոչ մի հակասող կետ չկա եւ լրիվ համապատասխան է, ես արդեն ասել եմ, բայց շատ պետք է ոչ միայն խոսենք։ Ես որ հիմա դասավանդում եմ արվեստի բուհում, ես տեսնում եմ, որ ուսանողները շատ են շահագրգռված, որ իմանան իրենց իրավունքների մասին։ Մենք պետք է նաև ուսուցողական աշխատանքներ վարենք, ես այդ բառը չեմ ուզում փոխել, որովհետև շատ արվեստագետներ իրենք չգիտեն իրենց իրավունքների մասին։ Առաջինը արվեստագետը պիտի պայքարի, արվեստագետը պիտի իմանա իրավունքների մասին եւ երբեք չասի, ես ուրախ եմ, որ հնչել է, պետք չի ինձ թույլտվություն տալը։ Ոչ։ Եթե դու քեզ հարգում ես, ուրեմն դու պետք է հարգես նաեւ օրենքը։ Օրենքը ասում է, կապ չունի արվեստագետի տարիքը, արվեստագետի հայտնի լինելը, արվեստագետի ուսման վայրը կամ քաղաքացիությունը։ Եթե օգտագործում է օգտագործողը, նա պիտի ունենա թույլտվություն անկախ ամեն ինչից։ Մանավանդ որ Հայաստանը անդամակցել է ամենակարևոր կոնվենցիաների եւ ես արդեն մի քանի անգամ ասեցի, երկկողմանի պայմանագիր կնքել են գրեթե բոլոր այն երկրների հետ, որտեղ հայություն կա եւ դրա համար պետք է այդ աշխատանքը շարունակական տանել։ Այսինքն շնորհակալ եմ նորից այսօրվա հանդիպման համար, որ արդեն բոլոր առաջի հերթին օգտագործողները իմանան իրենց պարտականությունների մասին։ Եթե իրենք իմանան իրենց պարտականությունների մասին եւ վախ չլինի, որ նա կպատժվի, ընդ որում կպատժվի դատական համակարգով եւ լինեն շատ դատական process-ներ, ապա այս երկիրը փոքր է, շուտ կզարգանա, ինչպես մեր կողքի երկիրը Վրաստանը։ Ճիշտ ասած, ես միշտ որ գնում եմ, ասում եմ, լավ, ոնց անենք մենք էլ ունենանք այսպիսի զարգացած արվեստ, որտեղ մեր արվեստը իրենք ավելի են շատ հոնորարներ հավաքում, ցավում եմ, որ մերը դեռ ես էլ եմ ընդունում, որ հեղինակը պիտի ավելի շատ վարձատրվի, որպեսզի ավելի շատ հանճարեղ ստեղծագործություններ գրի, նրա գործը հանճարեղ ստեղծագործություն գրելն է, նրա գործը երկրի պատիվը պահելն է, իսկ հեղինակային իրավունքի ոլորտը պարտադիր պիտի նրա կողքին լինի։ Ես համոզված եմ, որ ձեր հորդորը մեր հեռուստադիտողը, նաև մեր հեռուստադիտող արվեստի ոլորտի ներկայացուցիչները կլսեն, լինեն ավելի իրազեկված, որը կբերի պաշտպանվածության եւ մեր այս ոլորտում գործող իրավաբաններին ավելի մասնագիտական հմտություններ, որպեսզի կարողանան պաշտպանեն մեր հեղինակների ստեղծագործությունների իրավունքները։ Շնորհակալություն եւս հրավերը ընդունելու համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ինձ էլ է թվում շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր զրույց, որպեսզի մեր արվեստագետները երբեք չհիասթափվեն, մեր օգտագործողներն էլ հասկանան նրանց դերը իրենց մոտ։ Շնորհակալություն։